Ինձ թվում է, եթե Գագիկ Հայրապետյանը մի փոքր խելացի ավելի այս երկրորդ ռաունդում աշխատի, նա կարող է ժամանակից շուտ ավարտին հասնել։ Ցնցված է իրանցի մարզիկը, նորից փորձում է ճնշել, ջեբերով փորձում է ճնշել, ահա, Գագիկը պետք է ավելի մոտիկ պետք է, ավելի մոտիկից պետք է։ Հասկանում է իրանցի մարզիկը, որ նա պարտվում է եւ պետք է գնա առաջ, ահա։ Սայթակեց Գագիկ Հայրապետյանը, ահա, տեխնիկական խնդիր է։ Այո, մենամարտը սկսվում է, այո, տեսնում եք, ամեն անգամ այդ աջ կողային հարվածը, ամեն անգամ փորձում է, բայց չի ստացվում, մի բան չի հերիքացնում, այդ տարածությունը, ահա, իրանցի մարզիկը ճնշում է, ինձ թվում է իրանցի մարզիկը միայն իր հասակի հաշվին է, որ հիմա այդքան հարվածներ բաց չթողեց, այդ հասակն է, որ թույլ չի տալիս, որպեսզի Գագիկը հասցնի իր այդ ծանր աջ կողային հարվածները, դե ինչ, պետք է աշխատի լոքիկներով Գագիկ Հայրապետյանը թուլացնել, դիմացի ոտքը պետք է լոքիկներով աշխատել, այո, իրանցի մարզիկը բացի ճնշումից հիմա փորձում է հարվածնել, փորձում է, բայց Գագիկի անցումները ամեն անգամ կարծես թե թվում է իրանցի մարզիկը կհասցնի ծանր հարված, բայց Գագիկը ամեն կերպ փորձում է այդ հարվածներից խուսափել, ահա։ Պետք է պարզապես փակվել, սպասել իրանցի մարզիկի գրոհին եւ հակահարված հասցնել։ Մի փոքր ավելի մոտիկ է պետք թողնել իրանցի մարզիկին։ Տվյալ իրավիճակում ավելի ճիշտ կլինի, եթե Գագիկը ոչ թե ինքը իրացնի այդ հարձակումը, այլ սպասի մինչև իրանցի մարզիկը գտնվի։ Ահա, այսպես։ Պետք է թույլ տալ ինքը մոտենա, ահա, ջեբերով փորձում է եւս մեկ անգամ կողային հարված։ Ահա, երկու մարզիկներն օգնած են, ահա, լոու քիքերով պետք է շարունակել, պետք է թուլացնել, ահա, ձախ կողային հարված, իրանցի մարզիկը շփոթված է, ահա, եւս մեկ անգամ, եւս մեկ, անընդհատ նույն տեղը, անընդհատ իրանցի մարզիկը բաց է թողնում այդ հարվածը, երկու մարզիկներն էլ հոգնած են, բայց Գագիկը ավելի խելացի է աշխատում, ահա, եւս մեկ անգամ, անընդհատ ձեռքերը կախ փորձում է ինչ-որ գործողություն իրացնել, սա շատ վատ ավարտ կարող է ունենալ, եթե ձեռքերը չբարձեցնի իրանցի մարզիկը, միգուցե Գագիկը փորձում է ձախ ձեռքերով, ձախ ձեռքի հարվածով մոռացնել տալ աջ ձեռքի մասին, մեկ տեսնում